Մեր հոգեվարականների պրոբլեմը Աստծու հետ է, իրանք ինձ հետ պրոբլեմ ոնց կարան ունենալ։ Ինչ պրոբլեմ կարող է լինել Աստծո եւ հոգեվորականների միջև։ Պարզաբանումն իր ուսերին է վերցրել Նիկոլ Փաշինյանը ու այսօր նորից հարցրել կաթողիկոսին. խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյոք զավակ ունի։ Այս անգամ Փաշինյանը կաթողիկոսին դուքով է դիմել, չնայած նախկին գրառումներում անկաշկանդ դույով էր դիմում։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են, որովհետև նրանք չեն խաբում ոչ ժողովրդին, ոչ Աստծուն։ Ինչ խոսք, նրանք անթերի չեն, բայց ես ինքս առավել եւս անթերի չեմ։ Թերություններ ունենալն այլ բան է, Աստծո առաջ կամավոր ստանձնած կուսակրոնության ուխտը խախտելը եւ այդպիսով եկեղեցին պղծելը բոլորովին այլ բան։ Քրիստոնեական սեր է դրել բառապաշարում վարչապետը, որ շաբաթ օրն էր ասել՝ եկեք համացանցում էլ չհայհոյենք, գոնե մինչև հուլիսի 5-ը։ Օգտատերերից շատերի կարծիքով Փաշինյանին ճշմարիտ ուղու վրա մետայի տերը Մարկ Ցուկերբերգն է դրել, արգելափակելով նախորդ հրապարակումներից մեկը։ Facebook-յան կերքերը մարեցին այն բանից հետո, երբ Միքայել arczepiskopos Աջապահյանին դատարանը որոշեց կալանավորել եւ ըստ փաստաբանների պահել Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Փաստաբանները նաեւ նշում են, որ նրա հանդեպ կիրառվում է սահմանափակում, կարող է խոսել միայն հարազատների եւ փաստաբանների հետ։ Դատավոր Մասիս Մելքոնյանն է Աջապահյան սրբազանի կալանավորման որոշումը կայացրել։ Նույն դատավորը, որը նաև Լևոն Քոչարյանի, Բագրատ Գալստանյանի ու էլի մի քանի աղմկահարույց գործերով է կալանավորման վճիռներ կայացրել, նախկինում էլ Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունից էր։ Պաշտպանական կողմը դատարան է ներկայացրել նաև Դանիել Իոնիսյանի շաբաթ օրը հրապարակած փաստաթուղթը, որտեղ իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ղեկավարը հանցակազմ էր տեսել սրբազանի հայտարարություններում մոտ 1 տարի առաջ, սակայն դատախազությունը չէր կիսել նրա դիտարկումը։ Հիմա դատարանում մեղադրանքի կողմը քննիչը դատախազը ասում էին, որ այս ամբողջ հարցազրույցի մեջ հիմնական խնդիրը դա հենց այն, որ ասում է ռազմական հեղաշրջում պետք է արվի, որ գեներալիտետը ուժային կառույցները պետք է անեն։ Հիմա հարց են տալիս, ասում ենք ընկերներ, 23 թվականին ռազմական հեղաշրջում, գեներալիտետ, նույն բառերի վերաբերյալ հայտարարությունները դուք չեք դիտել հանցագործություն։ Դատախազությունից ասում են, կալանավորումը միայն այդ հարցազրույցում հնչած արտահայտությունների համար չէ, այլ հայտարարություններ են հաշվի առել։ Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցի ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցված հեղաշրջում կատարելու եւ իշխանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ չնախատեսված եղանակով բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին իր խոսքը։ Շիրակի թեմակալի փաստաբաններն այսօրվա ասուլիսում ասացին, որ ըստ սահմանադրական դատարանի ներկայացրած հիմնավորումների Միքայել Սրբազանի արած հայտարարությունը այդ հոդվածով քրեական դատապարտման ենթակա չէ, իսկ վարչապետ Փաշինյանին երկրում տեղի ունեցողից հարցեր տալ ստացվեց միայն իր կազմակերպած կրթվելը նորաձև է արշավի ընթացքում, ոչ որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ այնտեղ էր Ազատություն ռադիոկայանի լրագրողը։ Գիտեք ինչ, մարդիկ կարան անեն էմոցիոնալ հայտարարություններ։ Ես էլ եմ այսօր էլ կարամ էմոցիոնալ հայտարարություններ անեմ, բայց չի շանկում, որ մարդը բան հայտարարեց, վերջ, իրան պետք է արդեն գնանք դատենք։ Ոչ, մենք պետք է կոնտեքստ ունի հարցը, պետք է համոզվել, այդ մարդը ուղղակի էմոցիոնալ բան է ասել, թե ուղղակի մտածված, իսկ դատախազության այսօր պարզաբանման մեջ այդ շատ կարևոր է։ Ես ուշադիր կարդացի, որտեղ երեգմանից այդ թեման քննարկվում է։ Այնտեղ ասում է, այս փաստով, այս մի շաբաթ այսօր ամսի քանիսն է։ 28-ը։ 28-ը, այսինքն 5 օր, 5 օր առաջ հայտարարությամբ նա ըստ էության վերաշարունակական գիտակցված, հիմա որևէ մեկի մոտ կասկած չի կարա լինի, ինքը էմոցիոնալ արեց այդ հայտարարությունը, թե ոչ էմոցիոնալ, որտեղ մի անգամ կարելի է անել էմոցիոնալ, երկու անգամ կարելի է տենց նեղված լինել, բայց երրորդ անգամ ահաբեկչական խմբի ձևավորման մի պաշտպանություն դա ասել, դա կներեք արդեն հայրենիքը պետություն է եւ պետությունը պետք է արձանագրի։ Փաշինյանը նաև բացատրեց, թե ինչպես են ձեռքի տակ հայտնվել եկեղեցականների անձնական տվյալները, սեռական կյանքի մանրամասները։ Ազգային անվտանգության ծառայությունը իր ենթակայության տակ գտնվող կառույց է եւ օպերատիվ գործերի ընթացքում ձեռք բերված տվյալները զեկուցում են իրեն։ Երկուշաբթին բարի սկսեց Facebook-յան օգտատեր վարչապետ Փաշինյանի էջում։ Նախատեսվում է, որ մինչև հուլիսի 5-ը չի կիրառի պոռնկաբարո, դոմփել եւ նմանատիպ բառեր։
Իդեպ համացանցում որոշ օգտատերեր պատահական համընկնումներ էին նկատել, որ մինչև հուլիսի 5-ը մուսուլմանական աշխարհում Ալ-Մուհարամն է, որը բնույթով մեր մեծ պահքին է նման եւ այդ օրերին հայհոյել չի կարելի։ Սիմոն Հովանիսյան, Լևոն Ոսկանյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։